տեխնիկական առումով համարագիրը վերջնական տեսքի բերելու որքան ժամանակ է պահանջվել, որքան ժամանակում պիտի այսպես ստորագրությունները հավաքվի եւ ինչպես դուք նշում եք 6 միլիարդ դրամ խնայողությունը եւ 3 դրամ պիտի իջեցվի այս դրա սակագինը, իսկ դա որքան վիճակագրական տվյալը կամ հաշվարկել եք որքան ժամանակ հետո օրինակ հոսանքիցինը մարդկանց համար նորից փոփոխության պետք է ենթարկի, որտեղ ինչպես գործընկերներ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքական նպատակահարմարությունների դիմելով պետք չէ փոփոխել եւ որ 3 տարի հետո նորից քննի առաջ չկան։ Ինչքան ժամանակահատվածի մաս։ Ուրեմն պատասխանում ես հարցին։ Սկզբից հասկանանք, թե ինչ է նշանակում կոռուպցիաների նվազում, որի արդյունքում ձևավորվել է այս գումարը։ Հեծը 10 տարիների ընթացքում կատարել է հարյուրավոր միլիոն դոլարի ներդրում, տաշիր կապիտալը հեծում։ Այդ ամեն ինչի հետևողական աշխատանքի, վերազինումների, նույն կիլովատների գողությունների կանխման, ներքին այլ հարցերը լուծելու արդյունքում գոյություն է ունեցել մի այնպիսի համակարգ, որ կարողացել է այնպես անի, որ նվազեն կոռուպցիաները։ Հիմա եթե այդ աշխատանքը, որը որ կատարվել էր տաշիր կապիտալի կողմից, չպահպանվեն, բնական է, կարող այդ կոռուպցիաները ասեն ոչ միայն նվազեն, այլ այդ կոռուպցիաներն ավելանան։ Բայց մայիս ամսին, երբ որ տաշիր կապիտալը դիմել էր սակագինը վերանայելու համար, իրենք եղել են վստահ, որ իրենք կարող են այս ամեն ինչը պահեն ու կոռուպցիաները ոչ միայն ժամանակավոր նվազեցնեն, այլ այդ կոռուպցիաների նվազումը երկարաժամկետ պահել։ Այստեղ մի շատ կարևոր հարցեր մենք պետք է անդրադառնանք, որ Սամվել Կարապետյանը երբ տարիներ առաջ ձեռք էր բերել հեծը, մինչ օրս չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Մինչ օրս ոչ մի դեպքում չի եղել էլեկտրաէներգիայի գնի բարձրացում ու շատ կարևոր ազդակ է ու երբ որ մայիսին դիմել են վերանայելու համար, որ հոսանքի սակագինը էլի իջնի, դա նույնպես շատ գովելի հաստ է տաշիր կապիտալի կողմից, որ մարդիկ փոխանակ բարձրացնեն, բոլորը շատ լավ գիտեն, որ կյանքը ոչ թե օրեցօր այլ տարեց տարի թանկանում է, բայց հոսանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար տարիներ վճարել են նույն գինը առանց ոչ մի ցենտ լումա թանկացման։ Եթե կարելի է ես հավելեմ, տեսեք մենք ինչպիսի իրավիճակ ունենք, հա, օրերս, հակառակ պատկերն է։ Հենց վարչապետը, հա, նշում է, որ հետագայում տարիներ անց հնարավոր է սակագնային պլանի իջեցման պարագայում փոփոխման անհրաժեշտություն, իրենք զուտ պոպուլիստական ձևաչափով հայտարարություններ են անում, որևէ հաշվարկ դրա տակ ներկայացված չէ, այն դեպքում, երբ իրենք են պետությունը, հա, կառավարման մարմինները բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ու ի հեճուկս իրենց վարքագծի ու գործելավոճի, այս պարագայում սեփականատերերը կանխատեսելի առաջարկ էին արել, այսինքն իրենք երբ անգամ մայիսին այս առաջարկը գնագոյացման հետ կապված արել էին ու կրկին ընդգծում ենք, հա, ինչու արդյունքում է այդ 3 միլիարդը կուտակվել էր արդյունավետ կառավարման արդյունքում։ Դուք գիտեք, որ խելացի հաշվիչներ են փոխվել էլ կրկին սեփականատերերի միջոցների հաշվին, դրանց շնորհիվ հոսանքի կոռուպցիաները նվազեցվել են, հա, մի խոսքով գնալով կառավարման համակարգն է ավելի արդյունավետ դարձվել եւ այլն, ու արդյունքում ոչ միայն իրանք ներկայացրել են, որ այդ 3 միլիարդն է առկա, իրենք արդեն նախապես տնտեսական հաշվարկների հաշվին, որպես արդյունավետ կառավարող մարմիններ ունեցել են նախնական հաշվարկ, որ նոյեմբերի շրջանում կկազմի շուրջ 6 միլիարդ կրկնապատկվելու է այդ գումարը, ու ի տարբերություն, հա, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հստակ կա արդեն փաստացի ապացույց, որ այս մարդիկ տնտեսահեն մեխանիզմների հիման վրա են իրենց գործունեությունը կազմակերպել, ու ընդհանրապես 2015 թվականին, երբ մենք բոլորս հիշում ենք, հա, թե հեծի շուրջ ինչ իրադարձություններ են, ճգնաժամային վիճակ էր մեր երկրում, Սամվել Կարապետյանը շուրջ 800 միլիոն դոլարի ներդրում է կատարել սնանկության եզրին հասած կազմակերպությունում եւ ինքը երբ կատարեց, բոլորս հասկանում ենք, չէ, որ 800 միլիոն դոլարը ինչքան հսկայական գումար է ու ինչքան ավելի նպաստավոր միջավայրերում կարելի էր այդ գումարները ներդնել։ Բացառապես ակնհայտ է, որ հայրենանվեր ու ըստ էության բարեգործական միտումներով էլ է եղել այս ներդրումը ու իրենց հաջողվել է ընդամենը 5 տարում սնանկության եզրին հասցրած կազմակերպությունը այնպիսի կառավարման ձևաչափի բերել, որ Moody's համաշխարհային կազմակերպությունը տվել է BA
2 վարկանիշը, որը ըստ էության մի սանդղակով ավելի բարձր է եղել, քան մեր կառավարությանը 1։ Երկրորդը նաև Սամվել Կարապետյանը այդ սոցիալական խոստումն էր տվել, որ ապագա տասնամյակում չի բարձրացնելու հոսանքի սակագինը, պահպանելու է կայունությունը։ Ու ըստ էության մինչ օրս ոչ միայն մենք ունենք իրավիճակ, որ իր խոստումը տեղ է հասել ու պահպանել է, այլ նաև ունենք իրավիճակ, որ հնարավորություն է ստեղծվել կոնկրետ հաշվարկների, տնտեսական մեխանիզմների միջոցով արդյունավետ կառավարման արդյունքում այդ հոսանքի սակագինը իջեցնելու։ Ու ասեմ ավելին, եթե տրամաբանորեն են մտածում ենք, ես որպես քաղաքացի, հա, ինքս նաև ներկայ էի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, քննարկումներին հեծի լիցենզիայի դադարեցման, որը մեկ այլ գործընթաց է հետագայում քննարկելի ակնհայտ հակաիրավական, այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստափոր զեկույցներ, հա, ներկայացվում հեծի շուրջ խնդիրների եւ այլն, տեսեք, այս սակագնի հետ կապված որևէ լուրջ տնտեսական հիմնավորում չի ներկայացվել, որը կհակասեր եւ երկրորդ ՀՑԿՀ-ն յուրաքանչյուր կիսամյակ ըստ էության ուսումնասիրում է սակագների հաստատումը, նվազեցումը կամ բարձրացումը։ Եթե հնարավորություն կա գոնե 3 տարվա կտրվածքով իջեցնել սակագինը, ապա ինչու չիջեցնել, որն է Նիկոլ, այդ հարցադրումները ճիշտ կլինի մեր երկրի վարչապետին ուղղել, հա։ Եթե դուք ասում եք, որ 3 տարի անց նոր կարող է խնդիր առաջանալ նորից բարձրացնելու սակագինը, ինչու մենք 3 տարվա կտրվածքով այս պահի դրությամբ այդ հոսանքի սակագինը չենք իջեցնում։ Այս կարևորագույն հարցադրումն է եւ երկրորդն էլ, հա, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի դեմքով, որը ըստ էության ինքնավար մարմին է, որը պետք է որևէ, հա, քաղաքական կողմնորոշում չունենա եւ օբյեկտիվորեն հենց իր բնագավառը կարգավորի, իր հաստափոր զեկույցում բազմաթիվ խնդիրներ էր բարձրաձայնում, հենց որոշակիորեն նաև սա կարելի էր քաղաքական մանիպուլյացիա համարել, որովհետև ես որ կողքից որպես անաչառ դիտորդ, որպես քաղաքացի մեր երկրի լսում եմ եւ այդ գնահատականները ինձ համար ավելի շատ խնդիր էին ու քննադատություն են առ իրենց աշխատանք, որովհետև իրենք են եղել այն լիազոր իրավասու մարմինը, ովքեր այս տարիների ընթացքում պետք է հետևեին հեծի գործունեության օրինականությանը, խնդիրներին եւ այլն, եւ ամեն տարի իրենք հաշվետվություններով, զեկույցներով հաստատել են, որ այդպիսի խնդիրներ չկա, եւ մեկ էլ երբ քաղաքական գործընթաց է հեծի շուրջ սկսվում, բարձվում է, բացահայտվում է, չհասած, հա, իրավական այլ խնդիրներին, վարպաճեճ վարչարարությանը, հա, ժամկետներին մյուս կողմին ներգրավելու, մոնիթորինգներին, որ ինչպես հասկացանք, մյուս կողմը կրկին, հա, սեփականատերերը ներգրաված չեն եղել եւ այլն, մի շարք խնդիրներ են ի հայտ գալի։ Այդ հաշվետվությունները առաջին հերթին գնահատական էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարիների աշխատանքին, իսկ հիմա վերացարկվում ենք այս խնդիրներից, որովհետև դրանք ուրիշ օրակարգեր են ու միևնույն է, էլի մնալու են մեր ուշադրության ներքո, այս պահին սոցիալ-տնտեսական հանրային պահանջ ենք ձևավորում։ Կա հնարավորություն, անգամ իրենք չեն հերքում, որ այո, կա այդ հնարավորությունը այս պահին հոսանքի սակագինը իջեցնելու, ու եթե վարչապետը ասում է 3 տարի հետո հնարավոր է խնդիր առաջանա, օքեյ, 3 տարվա կտրվածքով սակագինը իջեցնելը առնվազն պետք է դիտարկած լինեք։ Ինչու եք առանց տնտեսական լուրջ հիմնավորումների դուք օրակարգ դարձնում ու քաղաքական գնահատականներ տալիս այս գործընթացին։ Իհարկե, տեխնիկական հատվածներ տեսեք, մենք ունենք հանրագրերի մասին սահմանադրական օրենք, հանրագրերի հետ կապված տեխնիկական ձևաչափը լինում է էլեկտրոնային եւ թղթային, մենք թղթային ձևաչափով ենք ստորագրահավաքը մեկնարկում, ժամկետային առումով սահմանափակում չունենք, կարող ենք ինչքան ուզում ենք շարունակենք, բայց մենք մեզ համար ունենք որոշակի սահմանափակումներ, դա երկար չի տևելու, երբ տեսնենք, որ հանրային առումով ակտիվ ներգրավվածությունը ըստ էության ընթացք չի ստանում, կամփոփենք աշխատանքները ու մուտք կանենք։ Մուտք անելուց հետո 30 օրվա ընթացքում պետական իրավասու մարմինը ուսումնասիրում է եւ տալիս է գնահատական ու պատասխան է ներկայացնում հանրագրին։ Եվս չկա որևէ մինիմալ կամ մաքսիմալ պահանջ, տեսեք, հանրագիրը 14 տարեկանից սկսած յուրաքանչյուր անձ կարող է ստորագրել ու անգամ մեկ քաղաքական կոլեկտիվ հանրագրեր կան, անհատական հանրագրեր, կարող է մեկ քաղաքացին է իրեն հուզող հարցի վերաբերյալ մեկ հանրագրով հանդես գալ կոնկրետ պետական մարմնի։